Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Նա կարճ շփումներ է ունեցել այլ երկրների, այդ թվում Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել հայ գերիների դատավճիռները։ Այս մասին հայտնում են Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպությունից։ Արցախի հայաթափումից հետո ամեն երրորդ-չորրորդ ընտանիքն անհայր էր գալիս, իրենց հետ նկարն էին բերում, իսկ նույն ժամանակ Ազգային ժողովի նախագահը պարգևավճարներ էր բաժանում պատգամավորներին, այս մասին ասել է Նարեկ Կարապետյանը։ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց, ոստիկանությունը պարզվեց խիստ ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել Արթուր Սարգսյանին և Վահագն Չախալյանին բերել դատարան։ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիներից 14 անձ է ձերբակալվել, ենթադրյալ ընտրակաշառքի գործով։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես ընտրակաշառք ներկայացվում է տրված աշխատավարձը։ Ձերբակալությունները քաղաքական հետապնդում են, քաղաքական միջամտություն Ուժեղ Հայաստան կուսակցության նկատմամբ, այս մասին ասել է կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։ Մրգաշենում գյուղի ատամնաբույժի սպանության մեջ մեղադրվող եղբայրները կալանավորվել են, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Արցախից տեղահանված 36676 անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել։ Անցած 3.5 ամսվա ընթացքում դիմում են ներկայացրել շուրջ 7000-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ ներսից։ Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5.757.480 դոլարի ապրանքներ։ Հայաստանից Ադրբեջան ներմուծված ապրանքների արժեքը կազմել է $960, որը վարդերի տարանցիկ վճարման գումարն է։